Քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում էր։ Մեղրաձորից մինչև Եղվարդ Փաշինյանն այսօր մարդկանց պատմում էր Հանրապետության օրը սպասվող զորահանդեսի մասին։ Ինքը դա անվանում էր հաշվետվություն եւ մարդկանց հորդորում բաց չթողնել այդ իրադարձությունը։ Չէր մոռանում նաեւ ընդգծել Հայաստանի բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե ագրեսիայի։ Մեր ժողովուրդը իրապես իր բանակը տոնելու առիթ ունենալու, իր բանակը տոնելու առիթ ունենալու եւ այդ բանակը նորա հագուստով, դաշտային հագուստով, տոնական հագուստով, բայց նաեւ հայեցակարգով։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է օգտագործվի եւ կիրառվի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված պաշտպանելու համար։ Այլ խնդիրների համար բանակը չի կարող կիրառվել։ Կոտայքի մարզի գրեթե բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախկին իշխանությանը։ Թե բանակը նրանց օրոք ունեցել է ոչ թե 80-ականների զենքեր, ինչպես հայտարարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ 60-70-ականների, իսկ այսօր պնդեց դրանք նոր են։ Մեր զենքերի 70%-ը եղել է մեզ նվիրած զենք։ Մենք փող չենք տվել դա առել։ Մեզ նվիրած некондиционный զենք, այսինքն որը արդեն գործածումից դուրս գալու եզրին կամ էլ գործածությունից դե ֆակտո դուրս է եկել մի քանի ռեմոնտով կյանքը երկարաձգում են։ Մինչդեռ 2 տարի առաջ, երբ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան իշխանությանը դարձյալ մեղադրում էր 2023 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ հանձնվելու եւ չկռվելու համար, սպառազինության որակի եւ ձեռքբերման պայմանների վերաբերյալ այլ պնդում էր անում, դժգոհելով, թե այն հանձնվել է Բաքվին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանը։ Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին։ Նոր բանակի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթն այս զրուցարանում հավաքված տղամարդկանց այնքան էլ լսելի չէ։ Հարցրինք, ինչու չեն փորձում մի փոքր առաջանալ եւ լսել վարչապետին։ Ինչ լսենք, կեսվակ է սուտ ասում։ Իրան հաղթանակը, հա, որ 5000 հոգի տարավողը դրեց։ Դրա համար հա հրավիրում զորահանդես։ Հա դե երրատոնա չէ մեր մոտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթից ոչ մի բառ չի ցանկանում բաց թողնել այս տղամարդը։ Բջնիից էր եկել Չարենցավան, որ լսեր Նիկոլ Փաշինյանին։ Ինքը եկա փրկեց մեր ազգին, մեր ժողովրդին 18 թվականից մինչև մեկա։ 90 թվականից մինչև 18 թիվը մենք վախի մեջ ենք ապրում։ Ինչ է փոխվել Հայաստանում 2018 թվականից հետո։ Սա այն հիմնական հարցն է, որին գրեթե բոլոր ելույթներում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պատասխանները լսել, բայց աչքի տեսածին է հավատում այս տղամարդը։ Երեկվանից սաղ ճամփերքը փակ բանը կանգնած, լրիվ հսկում են, որ հանկարծ ավելորդ շարժում չլի։ Այսքան ռեսուրսը օգտագործում են, չի կարելի, չէ։ Ինքը միջև էր իրան ճղում էր ամբիոնի վրից, որ ընդդիմադիր պատգամավոր էր, ցույց էր տալի, որ տեսեք Նորվեգիայի մսենց, հա, են մեկ էր մյուսը, հա, մեկ էր մյուս երկրները մսենց, հա, ինքը քանի տիպի ջիպերով է գալիս։ Վարչապետի այցին զուգահեռ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել Չարենցավանցի Գևորգ Հակոբյանին։ Նա ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ այս մարզում փորձել էր ակցիա անել։ Դրանից հետո վարչապետի այցերին զուգահեռ իրավապահները Հակոբյանին մի քանի ժամով զրկում են ազատությունից։ Քշել հասել է Չարենցավանից հեռու 100 կիլոմետր հեռու Մարտունի, որպեսզի ոչ այդ Նիկոլ Էրեսը տեսնեմ, ոչ, հա։ Հասուն հետ գալուց, Մարտունից հետ գալու Քյավառի ճանապարհին մի քանի մեքենաներով շրջափակեցին, բարեկ, քրեականի աշխատողներ եւ այլ, բայց դու ցերփակալված ես, քեզ տանում ենք Եղարքունիքի քրեական վարչություն զենք զինամթերք կրելու համար։ Մի խոսքով տարան այդ վարչությունն իրանց, դա արդեն հասկանալի էր ինչ համար են տարել։ Հա մի քանի ժամ պահեցին, հա,
մի 2-3 ժամ պահեցին, իբր թե վերջում էլ բակներես լավ, մոտը ոչ մի բան չենք հայտնաբերել։ Իսկ վարչապետի մարզային այցն այսօր դարձյալ չանցավ առանց հյուրասիրության։ ՔՊԱ-ական Սասուն Միքայելյանի թաղամասում Փաշինյանի այցից առաջ արդեն պատրաստություն էին տեսնում։ Այստեղ ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցները հյուրասիրությունից չհրաժարվեցին։ Այս պահին սպասում էր հատկապես Անդրանիկ Քոչարյանը։ Ժամ 1-ին մաշկերը Սևան ասում ես քեզ ասում։ Նիկոլ Փաշինյանը սնվելուն զուգահեռ հետաքրքրվում էր ինչպես այս թաղամասում արված աշխատանքներով, այնպես էլ Գառի մսի ծագմամբ եւ հոգեվոր հարցերով։ Այս եկեղեցին որ թվի է։ 1881-ից 1873 թվականների կառուցվել։